Աստված, մեծարում ենք Քեզ Տեր։ Մեր Սուրբ Հայր, մենք այսօր կանգնած ենք Քո առջև։ Մեր Աստված, շնորհակալ ենք Քեզ Տեր։ Շնորհակալ ենք Քեզ, որ այս վայրը լցրել ես Տեր Քո փառքով։ Շնորհակալ ենք, որ այս վայրը լցրել ես Քո ներկայությամբ Տեր, ու շնորհակալ ենք, որ ունենք այսօր այս առիթը, այս հնարավորությունը լինելու Քո տան մեջ Տեր, լինելու Քո ներկայության մեջ։ Մեր Աստված, շնորհակալ ենք Քեզ, մենք պատվում ենք Քեզ, մենք մեծարում ենք Քեզ, մենք օրհնում ենք Քո սուրբ անունը մեր Աստված։ Տեր, խնդրում ենք այսօր Քեզ Հիսուսի անունով, որ հպվես յուրաքանչյուրից Տեր իմ Աստված, կպիր այսօր ամեն մեկի սրտին։ Խնդրում ենք Քեզ Տեր Հիսուսի անունով, թող երբ որ այսօր կվերջանա այս ծառայությունը մեր Աստված, թող ամեն մեկը երբ որ կգնա այստեղից, գնա փոխված կյանքով Տեր։ Թող ամեն մեկը գնա այստեղից լցված, զորացած Տեր, թող ամեն մեկը ճաշակի այսօր Քեզ։ Խնդրում ենք Հիսուսի անունով, թող Քո բժշկություն այսօր լինի այս վայրում Տեր։ Թող որ եկել այստեղ կոտրված Տեր իմ Աստված հույսով լցված գնա այստեղից։ Թող որ տխուր է եկել այստեղ, ուրախությամբ լցված գնա Տեր իմ Աստված։ Ով ինչ որ հարցերի մեջ խճճված է Տեր, ով ինչ որ փնտրտուքների մեջ է մեր Աստված, մենք խնդրում ենք Քեզ։ Այսօր Դու հայտնիր Տեր Քո խորհուրդները։ Այսօր Դու ուղարկիր Քո պատասխանները երկնքից մեր Աստված։ Խնդրում ենք Քեզ Տեր օրհնիր ամեն մեկիս այսօր։ Մենք Քո կարիքը ունենք ամեն բանից առավել մեր Աստված։ Մենք շնորհակալ ենք Քեզ ու ասում ենք, թող որ այսօր փառավորվի Քո սուրբ ու Քո մեծ անունը մեր Տեր, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, եւ բոլորս միասին ասեցինք. Ամեն, ամեն, փառք մեր Տիրոջը, փառք մեր Տեր Հիսուսին, հալելույա, փառք մեր Աստծուն, եկեք Աստծուն բարձր ու արժանի ծափարություն տանք, ինքը արժանիա ողջ փառքերի, մեր Տեր Հիսուսը արժանիա ողջ փառքերին սիրելիս, հալելույա, հալելույա, շնորհակալություն մեր Աստծուն, Աստված օրհնի քեզ շատ, բարի գալուստ Աստծո տուն, սիրելիս կխնդրեմ մի օրհնության խոսք ասես կողքինիդ, ողջունես, եթե դեռ չես ողջունել ու հրավիրում եմ ձեզ նստել, Աստված օրհնի ձեզ շատ, շատ շնորհակալ ենք, ապրեք։ Փառք մեր Աստծուն, հրաշալի է լինել Աստծո տան մեջ, ամեն, փառք մեր Տիրոջը, ուրախ եմ սիրելներս կրկին լինելու ձեզ հետ, մեծ պատիվա, մեծ օրհնությունա, ծառայել Աստծո ժողովրդին, լինել այստեղ ձեր հետ, երկրպագել մեր Տիրոջը, հավատում եմ այսօր, ամեն մեկս, ես էլ ձեր հետ ինչ-որ բան կվերցնենք, մեզ համար, մեր կյանքի համար, որովհետև Հիսուսը այստեղ է, ամեն, որովհետև կյանքի աղբյուրը, ինձ ու քեզ զորացնողը, ինձ ու քեզ բժշկողը, այսօր ներկա է սիրելիս, դա նշանակում է դու դատարկ ձեռով չես գնա այսօր տուն, դատարկ սրտով չես գնա տուն, մենակ մի բան ասեմ, սիրտդ ինչքան լայն բացես, Աստված այդքան շատ կլցնի քեզ, ամեն, Նենց որ սպասի Աստծուց, ինձանից մի սպասի, ես էլ եմ Աստծուց սպասում, ես երբ որ գալիս է այստեղ, ես աղոթում եմ Տիրոջ, ասում եմ Տեր, ես առանց քեզ այնտեղ ոչ մի բան չունեմ անելու, այնպես որ ես էլ եմ Աստծուց սպասում, սիրելիս, եկեք Տիրոջից սպասենք ու հավատում եմ, ամեն մեկը իր բաժին օրհնությունը այսօր կվերցնի, Աստված ասում է, ես իմ հոգին, ես իմ անձրևը կթափեմ ծարավոտ երկրի, ծարավոտ սրտի վրա, ամեն Ուզում եմ նախ սիրելիներս, ոչ թե կուլտուրայից ելնելով, այլ իրականում իմ սրտի խորին շնորհակալությունը հայտնեմ ձեր շատ թանկագին Հովիվ Գոռին, իմ շատ սիրելի եղբորը, գործընկերոջը, շատ սիրում եմ նրա ընտանիքը, շնորհակալություն Արմինեին, նրա երկու աղջիկ այսօր այստեղ են, իմացա, որ Արմինեն ու Սամը Հայաստանում են, շատ սիրում եմ նրանց իրականում, շատ վաղուց բարեկամություն ենք անում, ու այնքան ուրախ եմ, որ Աստված իմ կյանքում գիտեք մարդկանց է բերել, որոնցով որ ես օրհնված եմ, որոնցից ես լցված եմ, որոնցով ես ուրախանում եմ, որոնց հետ ինձ պատիվ է գիտեք քայլել այս կյանքում ծառայել մեր Տիրոջը, ու ինչ որ բան անել այս չար աշխարհի մեջ, ինչ որ բարի բան անել գիտեք ու Տիրոջ անունը փառավորել։ Աստված օրհնի ձեզ սիրելիներս, ես արդեն երկրորդ անգամ որ այստեղ եմ, Եվ կուզենամ այսօր իհարկե կիսվել ձեզ հետ այն խոսքը, որ Աստված դրել է իմ սրտում, դեռ
երբ որ օդանավակայանում էի, երկու բան կար, ինչի մասին ուզում էի կիսվել, բայց կանգնեցի այն թեմայի վրա, որի մասին կխոսեմ այսօր։ Եվ մինչ կանցնեմ բուն իմ թեմային, գիտեք, ուզում եմ այսօր երկու ճշմարտություն ընդգծել։ Դա շատ կարևոր է, որովհետև շատ անգամ մենք սխալ պատկերացում ունենալով մեր Աստծո մասին, չճանաչելով մեր Տիրոջը, մենք կարող ենք սխալ փոխադարձ վերաբերմունք ունենալ Աստծո նկատմամբ։ Կարող ենք նեղանալ, կարող ենք դժգոհել, վհատվել, կարող ենք սխալ բաներ խոսել, բողոքել կյանքից, բողոքել բախտից, այս ինչ բախտ է, որ ինձ վիճակ է անգել, հա։ Բայց գիտես, ինչքան շատ ճանաչում ես Աստծուն, այնքան շատ սկսում ես հասկանալ քո ընթացքը, այնքան շատ սկսում ես հասկանալ կյանքի իմաստը, այնքան ավելի շատ սկսում ես հասկանալ Աստծո գործերը ու գործողությունները քո կյանքում։ Եվ պարտադիր չի, սիրելիներս, որ մենք բոլոր հարցերի պատասխանները ունենանք։ Մենք շատ անգամ ձգտում ենք բոլոր հարցերի պատասխանները ունենանք։ Մենք չենք կարա բոլոր հարցերի պատասխանները ունենանք։ Այո, Աստված ունի բոլոր հարցերի պատասխանները, բայց ես ու դու սահմանափակ մարդ ենք, ու ինչքան էլ ուզենանք կատարելապես հասկանալ Աստծո բոլոր գործերը, դա հնարավոր չի։ Սողոմոնը ասում է, Աստված այնպես է իր ամեն գործերը արել, ստեղծել, որ մարդը ասում է, սկզբից վերջ չի կարա հասկանա։ Գիտեք, մենք Աստվածներ չենք, մենք մարդ ենք։ Ընդամենը մարդ ենք, ով որ ապրում է այս մեղավոր, չար աշխարհում, այս սահմանափակ ֆիզիկական մարմնի մեջ, ունի սահմանափակ մտածելակերպ, սահմանափակ կարողություններ, հնարավորություններ։ Դրա համար պետք չի փորձել ամեն ինչը հասկանալ կյանքում, այլ ավելի պետք է ձգտել վստահել Աստծուն։ Գիտես, դա հավատքի հարց է, ու ինչքան շատ դու սովորում ես վստահել Աստծուն, կյանքը այնքան ավելի հեշտ է դառնում, սիրելիս, որովհետև դու այլևս արդեն գործում ես ու շարժվում ես ոչ թե աչքի երևույթով կամ քո զգացողություններով, քո էմոցիաներով, դու շարժվում ես Աստծուն վստահելով։ Գրված է Աբրահամը գնաց ու չգիտեր ուր է գնում։ Գնաց ու չգիտեր ուր էր գնում։ Ընդամենը Աստված ասեց՝ դուրս արի քո հորտանից, թող քո քաղաքը ու գնա։ Աստված ասեց, ինքը գնաց։ Ես մեկ-մեկ կատակով ասում եմ, անգամ նավիգատոր չուներ։ Ուր է գնում, ինքն էլ չգիտեր ուր է գնում։ Աստված ասել է գնա, գնում է։ Չէ, սենց մարդկային լոգիկայից ելնելով ասում ես լավ ոնց գնում է, չգիտի ուր է գնում։ Ոնց ասենք մեկը քեզ հարցնում է, ասում են ուր ես գնում, ասում չգիտեմ ուր եմ գնում։ Գնում եմ, բայց չգիտեմ ուր եմ գնում։ Աբրահամ ուր ես գնում, հարևաններ հարցում, ասում են լսի չգիտեմ ուր եմ գնում։ Նորմալ չի, չէ՞ առաջ հայացքից, բայց դա վստահություն էր, սիրելիներս։ Ու Աբրահամը կոչվեց ազգերի հայր։ Աբրահամը դարձավ մեկը, ում հետ Աստված ուխտ կապեց։ Եվ ամբողջ աշխարհը ճանաչում է Աբրահամին։ Աբրահամը դարձավ օրհնություն ամբողջ աշխարհի համար։ Մի փոքր կխոսենք Աբրահամի մասին նույնպես ավելի ուշ, բայց երկու բան, ինչ կուզենամ ընդգծել։ Ուրեմն առաջի բաներից մեկը, սիրելիներս, Աստված միշտ փնտրում է մարդուն։ Օրերից մի օր մի աստվածաբան կա, ինձ ծանոթ հետաքրքիր մի բան ասեց։ Եթե ասեց Աստվածաշունչը բնութագրենք մի կարճ նախադասությունով, ասում է ինչպես մենք կբնութագրենք, սա ինչ գիրք է, ինչի մասին է այս գիրքը, ինչ է պատմում ինձ ու քեզ այս գիրքը։ Ու ինքը հետաքրքիր մի բան ասեց կարելի է դա բնութագրել հետևյալ կերպ, ու մի կարճ նախադասությունով. Աստված փնտրում է մարդուն։ Այս գիրքը նրա մասին է, որ Աստված փնտրում է մարդուն։ Եդեմի պարտեզից սկսած սիրելիս Աստված փնտրում է մարդուն։ Այն պահից սկսած, երբ որ մարդը մեղանչեց ու հեռացավ Աստծուց, այդ պահից սկսած Աստված փնտրում է մարդուն։ Եվ մենք գիտենք Ծննդոց գրքում շատ մի հայտնի տեղ, երբ որ Աստված սովորության համաձայն ինքը գալիս էր Եդեմի պարտեզ շփվելու մարդու հետ, եւ Աստված գալիս է եւ մի բարձ հարց է տալիս. Ադամ, ուր ես։ Ու ես վստահ եմ, սիրելիներս, այսօր, մինչև այսօր այդ հարցը հնչում է։ Մինչև այսօր այդ հարցը ուղղված է շատերին։ Ադամ, ուր ես։ Կարինե, ուր ես։ Աշոտ, ուր ես։ Սամվել, ուր ես։ Գագո, ուր ես։ Այսօր Աստված շատերին է փնտրում, սիրելիներս։ Իմ ուղերձը այդպես էլ վերնագրել եմ։ Աստված փնտրում է մարդուն։ Աստված մարդ է փնտրում։ Աստված մարդ է փնտրում։ Ինչ է դա նշանակում, ինչ է Աստված մարդկանց տեղը չգիտի։
Սաղ ստեղն էլ գիտի, Դավիթ ասում իմ նստելն էլ, վեր կենալն էլ գիտես, հերվիցի մտքերն էլ գիտես, դեռ բնավ խոսք չկա իմ բերանում, էդ էլ գիտես, իմ ընթացքը քննում ես, դու ամեն բանի մասին գիտես, Աստված ամեն բան գիտի մեր մասին, ասում եթե փորձեմ անգամ քեզանից թաքնվել, չեմ կարա ասեմ իջնեմ դժողքը ընդեղ էլ ձեռդ կհասնի, ասեմ թևեր առնեմ թռնեմ ծովի այն կողմը, ընդեղ էլ քո հոգին ինձ կհասնի, ուր էլ գնամ դու ինձ կհասնես, ես չեմ կարա քեզանից թաքնվել, Աստված սաղիստերն էլ լավ գիտի, բայց այնուամենայնիվ Աստված մարդ է փնտրում, Աստված մարդ է փնտրում, ում վրա որ կարելի է հենվել, Աստված մարդ է փնտրում, ում կարելի է վստահել, Աստված մարդ է փնտրում, ում կարելի է հանձնարարական տալ սիրելիներս, ու ցավոք սրտի, այդպիսի մարդիկ քիչ են, Աստծո խոսքը ասում է, կանչվածները շատ են, բայց ընտրվածները քիչ են, Աստված շատերին է կանչում, Աստված սիրում է բոլորին, Աստվածաշունչը ասում է Աստծո կամքն է, որ ամեն մեկը փրկվի ու ճշմարտության գիտությանը գա, դա Աստծո կամքն է, Աստծո կամքն է փրկել յուրաքանչյուր մարդու, Աստծո կամքը չի, որ ինչ-որ մեկը գնա դժոխք, բայց Աստված, սիրելիներս, մարդ է փնտրում, Աստված մարդ է փնտրում, որին ոչ թե ուղղակի կփրկի, այլ Աստված մարդ է փնտրում, ում միջոցով որ իր ծրագրերը այս երկրի վրա իրականացնի։ Ու այսօր ուզում եմ խոսել դրա մասին, ու կուզենամ քեզ ոգևորել, ոգեշնչել, որպեսզի այսօր դու որոշում կայացրած այստեղից գնաս, որ այդ մարդը հենց դու ես լինելու։ Դու ես լինելու այն մարդը, ով որ Տիրոջը արձագանքելու է։ Դու ես լինելու այն մարդը, ով որ Աստծուն ասելու է, այո Տեր, ես պատրաստ եմ գնալ քեզ համար ու քո փառքի համար։ Այո Տեր, ես պատրաստ եմ գին վճարել, որպեսզի քո կամքը կատարեմ, որպեսզի քո ծրագրերը իրականանան իմ միջոցով այս երկրի վրա։ Եվ երկրորդ բանը, սիրելիներս, երկրորդ ճշմարտությունը, ինչ որ կուզենամ ընդգծել, գիտեք, մի հետաքրքիր այսպիսի տեղ կա, միտեղ էլ կարդամ Սաղմոս 14:2-ը, ասում է Տերը երկնքից մտիկ է անում մարդկանց որդիների վրա, որ տեսնի, կլինի արդյոք մեկ իմաստուն, որ Աստծուն կխնդրի։ Աստված վերևից նայում է, սաղ մարդկանց վրա, նայում է սաղ աշխարհի վրա, աշխարհի երեսին, նայում է, ասում է, կլինի մեկը, կլինի մի իմաստուն, որ Աստծուն խնդրի։ Աստված մարդ է փնտրում, սիրելիս, Աստված սպասում է, մեզանից յուրաքանչյուրին սպասում է, երբ մենք կարձագանքենք իր կանչին։ Եվ մի կարևոր ևս միտք, Աստված նրանից բացի որ փնտրում է մարդուն, Աստված երբեք չի թողնում մարդուն։ Աստված երբեք չի թողնում մարդուն։ Շատերը կարող ասեն, բա ինչի ես Աստծո ներկայությունը չեմ վերապրում։ Լավ, որ Աստված ինձ չի թողնում, ինչի իմ աղոթքները չեն պատասխանվում, ինչի ես երկար ժամանակ խնդիրների մեջ եմ, բա ինչի Աստված ինձ ինչ-որ իրավիճակների մեջից չի հանում։ Անկախ քո բոլոր զգացողություններից, քո զգացմունքներից ու պատկերացումներից, Աստված քեզ չի թողել։ Աստված երբեք մարդուն չի թողնում։ Եվ հենց Եդեմի պարտեզում տեսնում ենք, որ մարդը թողեց Աստծուն, բայց Աստված եկավ մարդու հետևից։ Աստված երբեք չի թողնում ինձ ու քեզ, սիրելիս։ Դա մարդն է, որ միշտ հեռանում է Աստծուց։ Դա մարդն է, որ միշտ մեջքով է շուռ գալիս Աստծուն։ Եվ մի տեղ կա Աստվածաշնչում, Տիմոթեոսի մեջ, 2 Տիմոթեոս, ուրեմն Պողոսի թղթերում, ուղված Տիմոթեոսին, նա գրում է 2:13-ում, ասում է, եթե չհավատանք, նա հավատարիմ կմնա։ Իր անձը չի կարող ուրանալ։ Հռոմեացիների 3:3-4-ում գրված է, բայց ինչ, եթե ոմանք չհավատացին, միթե նրանց անհավատությունը Աստծո հավատքը կխափանի, քավ լիցի։ Արդող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ սուտ, ինչպես գրված է, որ արդար լինես քո խոսքերում եւ հաղթես քո դատաստաներում։ Խոսքը ասում է, եթե ես ու դու էլ հավատարիմ չլինենք, Աստված մեկը հավատարիմ կմնա ինձ ու քեզ։ Եթե ես ու դու էլ Աստծուն թողնենք, սիրելիս, Աստված մեկը միշտ սպասելու է ինձ ու քեզ։ Աստված երբեք չի թողնում մարդուն։ Եվ ուզում եմ մի կարևոր միտք էլ ընդգծել։ Շատ մարդիկ մտածում են, ասում են, բա լավ, այսօր շատ վեճեր կա դրա շուրջը, գիտեք, անգամ եկեղեցիներում տարբեր կարծիքներ կան, այսօր ամբողջ ուսմունքներ կա, դոկտրինաներ կա դրա վրա կառուցված, եթե Աստված բարի է, ոնց կարա Աստված մարդուն դժոխք ուղարկի,
Շատերը ասում են, որ դժոխք չկա, որովհետև Աստված բարի է, Աստված սեր է, ինչպես կարա Աստված ուղարկի մարդուն դժոխք, ինչպես Աստված կարա թույլ տա, որ մարդը հավիտյան տառապի դժոխքում։ Ուզում եմ ձեզ մի ճշմարտություն ասել, սիրելիներս, Աստված չի ուղարկում մարդկանց դժոխք։ Կասես, լավ, բա ո՞նց են մարդիկ դժոխքում հայտնվում։ Մարդիկ իրանք են ընտրում լինել դժոխքում։ Ոչ թե Աստվածը մարդկանց ուղարկում դժոխք։ Դա միշտ մարդու որոշումն է։ Դա միշտ մարդու ընտրությունն է։ Ու երբեք Աստվածաշնչում չեք հանդիպի մի տեղ, որտեղ գրված լինի, որ Աստված դժոխքը ստեղծել է մարդու համար։ Գրված է, որ դժոխքը ստեղծված է սատանայի ու իր դևերի համար։ Բայց դա մարդիկ են ընտրում են ինչպես, կանգնում են, ասում են, ես պատրաստ եմ գնամ դժոխք, ոչ սիրելիներս։ Այն պահից, երբ որ մարդը Աստծուն ասում է ոչ, ինքը արդեն ընտրում է իր հավիտենությունը անցկացնել դժոխքում։ Դրա համար շատ կարևոր է, երբ որ խոսում ենք Աստծո սիրո մասին, Աստծո վերաբերմունքի հավատարմության մասին, մեր նկատմամբ մենք պետք է հասկանանք Աստված չի փոխվում։ Եթե մեր կյանքում մի բան այնպես չի, սիրելիներս, մենք ոչ թե մեղադրենք պետք է Աստծուն, այլ հակառակը պետք է փորձենք հասկանալ Աստծո կամքը։ Մենք այսօր աղոթքը մեր սկսեցինք, ծառայությունը սկսեցինք Հայր մեր աղոթքով։ Թող լինի քո կամքը։ Ես վստահ եմ, ձեզանից շատերը անգամ կարող է այդ աղոթքը անում են առանձին Հայր մեր աղոթքից բացի, միգուցե ձեզանից շատերը փնտրտուքների մեջ են։ Այսօր ինչ որ որոշման առջև եք կանգնած, ինչ որ ընտրության առջև եք կանգնած, կա ինչ որ մի ճանապարհ, որ այսօր պետք է ընտրեք ու չեք կարող կողմնորոշվել։ Ու կարող է ձեզանից շատերը աղոթում են, Տեր, թող լինի քո կամքը։ Բայց ուզում եմ ձեզ մի բան ասել, սիրելիներս, ուղղակի ճիշտ աղոթք անելը բավական չի Աստծո կամքը ճանաչելու համար։ Աստծո կամքը ճանաչելու համար որոշում է պետք։ Աստծո կամքը ճանաչելու համար ցանկություն է պետք։ Աստծո կամքը ճանաչելու համար ձգտում է պետք։ Փափագ է պետք։ Հանդիպել Աստծո հետ, անկեղծորեն ուզենալ, հասկանալու, հնազանդվել Աստծո կամքին։ Որովհետև վստահ եմ, շատ անգամ Աստված հայտնում է իր կամքը, բայց մենք այնքան շատ ցանկություններ ունենք, որ մեզ երբեմն դժվար է ընդունել Աստծո կամքը։ Ու մենք ասում ենք, ոչ թե քո կամքը, այլ իմ կամքը թող լինի։ Գիտեք, ժամանակ կար, երբ որ Հիսուսին շատ դժվար էր, Գեթսեմանի պարտեզում նա աղոթք էր անում, հասկանում էր, որ դա շատ դժվար ճանապարհ է, դա շատ դառը բաժակ է, որ ինքը պետքա ճաշակեր։ Եվ նա ասում էր, Տեր, եթե կարելի է, թող այս բաժակը անցնի ինձանից։ Բայց ոչ թե ինչպես իմ կամքն է, այլ թող քո կամքը լինի։ Եվ սիրելիներս, այսօր ուզում եմ խոսել այդ թեման մի քիչ բացել։ Միշտ շատ անգամ մարդիկ հարցնում են, օրինակ, գիտեք, ով է երջանիկ մարդը։ Այս վերջերս մի լավ կարծիք լսեցի մեր հովիվներից, շատ դուրս եկավ, բայց ես իմ տարբերակը ունեմ այդ հարցի պատասխանը։ Ես մի բան եմ հասկացել, երջանիկ այն մարդը, ով որ իրան գտել է Աստծո մեջ, Աստծո ծրագրերի մեջ։ Եթե դու հստակ գիտես ով ես դու, ինչի համար ես ծնված, որն է քո միսիան, որն է քո կյանքի գոյության նպատակը, որն է այն ճանապարհը, որով որ պետքա գնաս, ուրեմն դու երջանիկ մարդ ես։ Որովհետև քո կյանքը իմաստով է լցվում։ Դու հասկանում ես, ինչի համար ես դու քնում, ինչի համար ես արթնանում, ինչ որ գործ ես անում, ինչի համար ես դա անում, որն է դրա վերջնանպատակը, որովհետև դու ճիշտ տեղում ես, որովհետև դու քեզ գտել, գիտեք, սենց արտահայտություն կա, չէ՞, ասում են մի հատ գտի քեզ։ Իհարկե շատ անգամ էդի կոպիտ բանով են աշխարհում ասում, բայց դրա մեջ ինչ որ ճիշտ բան կա, գիտես, շատերս մեզ պետքա գտնենք այս կյանքում, որովհետև շատերը տենց էլ մոլորված ապրում են առանց կյանքի ու իրենց գոյության իմաստն ու նպատակը հասկանալու։ Ցավոք սրտի շատ անգամ եկեղեցի գալով ու անգամ Հիսուսին էլ հավատալով, բայց շատ մարդիկ սենց ինչ որ խառնաշփոթի մեջ ապրում են, չեն հասկանում, որն Աստծո սպասում է իրանցից, ինչ իրանք պետք է անեն, ուր պիտի գնան։ Եվ սիրելիներս, ուզում եմ միտեղ կարդանք Աստվածաշնչից։ Ինչի շատ անգամ Աստված չի գտնում այն մարդուն, ով որ պետք է իրեն։ Ինչի շատ անգամ մարդիկ չեն հանդիպում Աստծո հետ, որովհետև շատ անգամ մարդիկ ավելի տարված են իրանց գործերով, իրանց ծրագրերով ու իրանց նպատակներով։ Իսկ Աստված, մենք արդացինք երկնքից նայում է, կլինի մեկ իմաստուն, ով որ Աստծուն կխնդրի, ով որ Աստծուն կհարցնի։
Եվ մի հետաքրքիր տեղ կա Հռոմեացիների մեջ, էլի Պողոս առաքյալն է գրում 10:20-21-ում։ Ասում է, բայց Եսայան ավելի համարձակում է եւ ասում. Ես գտնվեցի նրանցից, որ ինձ չէին որոնում, հայտնի եղա նրանց, որ ինձ համար չէին հարցնում, բայց Իսրայելի համար ասում է. բոլոր օրը իմ ձեռքը մեկնեցի դեպի մի անհնազանդ եւ հակառակող ժողովուրդ։ Բոլոր օրը Աստծո ցանկությունը շատ մեծ էր։ Բոլոր օրը իր ձեռքը մեկնում էր դեպի այդ ժողովուրդը, բայց ցավոք սրտի այդ ժողովուրդը անհնազանդ եւ հակառակող ժողովուրդ էր։ Եվ գիտեք, երբ որ Եսայայի մեջ են կարդում այդ նույն տեղը, հետաքրքիր մի դետալ կա այնտեղ։ Եսայայի 65:2-ը ասում է. Ես տարածեցի իմ ձեռքերը ամեն օր դեպի մի ապստամբ ժողովուրդ, ու տեսեք ինչ բան է ասում, որոնք գնում են մի այնպիսի ճանապարհով, որ լավ չէ, իրանց խորհուրդների հետևից։ Իրանց խորհուրդների հետևից, ինչումն էր իրանց հակառակությունը, ինչումն էր իրանց անհնազանդությունը, սիրելիներս։ Իրանք գնում են իրանց խորհուրդների հետևից, ոչ թե Աստծո խորհուրդների հետևից։ Ու շատ անգամ մարդիկ ընտրում են իրանց ճանապարհը, ձեռնարկում են ինչ-որ գործեր, իրանք իրանց համար ինչ-որ որոշումներ են կայացնում։ Հետո մի բան այնպես չի գնում, ու սկսում են դժգոհել, սկսում են բողոքել Աստծո դեմ։ Սկսում են հարցեր տալ, բա ինչի ես օրհնված չեմ, բա ինչի Աստված ինձ չի առաջնորդում, բա ինչի Աստված ինձ հետ չի խոսում։ Եվ ես կուզենամ, որ այսօր ամեն մեկս մեզ տանք այդ հարցը։ Միգուցե մենք սխալ ճանապարհով ենք գնում։ Միգուցե մենք մեր խորհուրդների հետևից ենք գնում։ Լինում է շատ անգամ մարդկանց էլ գիտես, ասում ես արի եկեղեցի։ Արի եկեղեցի ոչ թե որ մեր եկեղեցում կոպիտ ասած գլխաքանակը ավելանա։ Չէ, արի եկեղեցի քո համար, որովհետև դու Հիսուսի կարիքը ունես։ Որովհետև Հիսուսն է միակ փրկությունը, Հիսուսն է կյանքը, Հիսուսն է ճանապարհը, նա է ճշմարտությունը։ Արի եկեղեցի, կյանքդ կփոխվի, դու Աստծո կարիքը ունես։ Դեք մարդիկ շատ անգամ ինչ են պատասխանում։ Բոլորիս հայտնի պատասխանը. ժամանակ չունեմ, այնքան շատ գործ ունեմ, այնքան խնդիրներ կա, ասում է, ես որ չաշխատեմ իմ տունը, ով է պահելու։ Նամանավանդ մենք հայերս, չէ՞։ Մենք չենք հասկանում կիրակին, շաբաթը, երկու շաբթին, գիշերա, ցերեկա, հանգստի, օդպուսկի հետ, հանգստանալու գնալու ժամանակը, մենք չենք հասկանում դա։ Մեզ պետք է աշխատել։ Ժամանակ չունեմ։ Մի անգամ մի կին կար, շատ երկար ժամանակ հարոզում է իրան, ժամանակ չունեմ։ Մի օր ընկավ ոտը կոտրեց ու այն էլ ընենց կոտրեց։ Ու գիտեք, ընենց էր ներկայացնում, որ ինքը պիտի աշխատի, ընտանիքում շատ հարցեր կա, ինքը այդ բոլոր հարցերը պետք է լուծի։ Ժողովուրդ ջան, ես դեմ չեմ աշխատելուն։ Դեմ չեմ, որ տանը հարցեր կա, հարցերը լուծել է պետք, միանշանակ։ Բայց հետաքրքիրը գիտեք ինչ է։ Իրան ասեցին, որ 6 ամիս պետքա տանը պառկած մնաս, մինչև ոտքդ ամբողջությամբ վերականգնվի։ Մի օր եկա իրանց տուն, ասի, հիմա ժամանակ շատ ունես, կիսակատա, կիսալուրջ, ժամանակ շատ ունես, ես ուզում եմ քեզ մի բան ասել, այդ կես տարվա մեջ, գիտեք ինքը ոչ սոված մնաց, ոչ էլ փողոցում հայտնվեց, բայց ստացվում է ոտը պետքա կոտրվեր, որ ժամանակ շատ ունենար, 6 ամիս ժամանակ գտավ, մի կիրակի չէր կարա շաբաթվա մեջ, 2 ժամ չուներ Աստծո համար, որ եկեղեցի գա, բայց ոտքը ջարդվեց ու դուրս եկա, որ լսի, կես տարի էլ կարա ժամանակ ունենա ու տանը պառկած մնա։ Գիտեք, մենք ամեն ձևի հնարքներ կմտածենք, ամեն արդարացումներ կփնտրենք, որ ասենք ժամանակ չունեմ, դե գործերը շատ է, դե այս հարցը, որ ես չլուծեմ, բա ով է լուծելու։ Ուզում եմ ձեզ մի բան ասել, հիմա էլ Աստված օրհնել է ինձ մի աշխատանք, մի գործ կա, որ ես ձեռնարկել եմ։ Գիտեք, մեր մոտ էդի կանոն է։ Կան մարդիկ, որ եկեղեցուց նույնպես իմ մոտ աշխատում են։ Կիրակի օրը մեր մոտ կանոն է, կիրակի օրը ոչ մեկ չի աշխատում։ Ոչ ես եմ աշխատում, ոչ էլ իմ աշխատողներն են աշխատում։ Բոլորը գիտեն կիրակի օրը, մենք բոլորս։ Գիտեք, այնտեղ աշխարհիկ մարդիկ էլ կան, իրանք էլ չեն աշխատում։ Որովհետև կիրակին մեր մոտ հանգստի օրը։ Դա այն օրն է, երբ որ մենք գնում ենք Տիրոջ տունը։ Ու սիրելիներս ամեն ինչ իմ ու քո ձեռքերի մեջ է։ Մենք արանք շատ արդարացումներ կյանքում ունենանք, խի ես ինչ կամ ամեն ինչ բանը չենք անում։ Բայց Աստված սրտեր քննող Աստված է։ Ու Աստված տեսնում է ամեն մեկի սիրտը, սիրելիներս։
Եվ միտեղ գրված է մարգարեությունների մեջ, ասում է, ես քննում եմ սիրտը ու երիկամունքները, որպիսի մարդուն տամ իր գործերու, իր ճանապարհների համեմատ։ Մենք կարանք ինքներս մեզ խապենք, Աստծուն խապենք, որ գիտեք, այս վեր պատճառը, այն մեկներ պատճառը, այ դրա համար չեկա եկեղեցի։ Բայց Աստված սիրտը քննող Աստված ամեն բան տեսնում է, ինչն ես դու կարևորում կյանքում։ Եվ այսպիսով սիրելիներս, Աստծո ցանկությունը, գիտեք, Աստծո ցանկությունը ոչ թե մեկին օրհնի, Աստծո ցանկությունը շատերին օրհնի, շատերին օրհնի։ Մի հետաքրքիր տեղ կա Հովհաննեսի ավետարանի մեջ 4-րդ գլուխ 23-ից 24 խոսքերը։ Բայց ժամանակ կգա եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտությունով կերկրպագեն հորը, որովհետեւ հայրն էլ այսպես է ուզում իր երկրպագողներին։ Աստված հոգի է եւ նրան երկրպագողները պետք է հոգով եւ ճշմարտությունով երկրպագեն։ Ռուսերենի մեջ գրված է, հայերենում գրված է այսպես է ուզում, ռուսերենի մեջ գրված է իշետ, փնտրում է։ Ես հետաքրքրության համար բացեցի բնագիրը, հունարեն բնագիրը կարդացի, այնտեղ նույնպես գրված է փնտրում է բառը։ Այսինքն Աստված ոչ թե ուղղակի ուզում է, դա իր ցանկությունն է։ Աստված շատ ուժեղ է ուզում, Աստված փնտրում է։ Աստված փնտրում է իրեն ճշմարիտ երկրպագողների։ Գիտեք, շատերը կարան եկեղեցի գան, շատերը կարան ասեն ես Հիսուսին հավատում եմ։ Բայց ցավոք սրտի ճշմարիտ երկրպագուները քիչ են։ Քիչ են այն մարդիկ, ովքեր պատրաստ են իրական գին վճարել Աստծո փառքի համար։ Հետաքրքիր է, սիրելիներս, մեզանից շատերը, ես կուզենամ, որպեսզի սա ոչ թե որպես sense ինչ-որ դատապարտված մեկը իրան զգա կամ քննադատություն որպես հնչի ձեր հասցեի, բայց գիտեք, շատ հետաքրքիր է, մարդիկ ապաշխարում են, գալիս են եկեղեցի, եւ միանշանակ շատերին, եթե հարցնես սիրում ես Հիսուսին, հավատում ես Հիսուսին, կասի այո եւ ամեն։ Բայց մարդիկ շատ անգամ եկեղեցի գալով, սիրելիներս, բավարարվում են մենակ նրանով, որ Աստված իրանց փրկել է։ Բայց Աստված ոչ թե ուղակի ուզում է քեզ փրկի, Աստված ծրագիր ունի քո կյանքի համար, սիրելիս։ Ու Աստված սպասում է, երբ դու կարձագանքես։ Ու Աստված սպասում է, երբ դու կսկսես փնտրել իր երեսը։ Աստված սպասում է, երբ դու կգտնես քո տեղը եկեղեցու մեջ։ Որովհետև եկեղեցին էդի ուղակի հաճախելու տեղ չի, լավ ժամանցի վայր չի, սիրելիներս։ Կներեք կարող է կոպիտ հնչի, բայց բան ռուսերեն դա սենց է հնչում, կլուբ по интересам, հա, ինչ որ ընդհանուր մեր հետաքրքրությունների ակումբ։ Հա, օրինակ լինում է շախմատիստների ակումբ, չէ՞ կամ, չգիտեմ, տարբեր ակումբներ կան։ Գիշերային ակումբներ կա, որ մարդիկ ընդեղ էլ իրանց հետաքրքրությունները գտնում են։ Ինչևից է, եկեղեցին էդի ակումբ չի, դա Քրիստոսի մարմինն է, դա կենթանի տեղ է։ Էդի ես շենքը չի, էդի ես ու դու ենք, կենթանի Աստծո տաճարը, կենթանի քարերից, այսինքն մարդկանցից կառուցված, որտեղ Քրիստոսն է ապրում։ Ու ինքը լինելով եկեղեցու գլուխը, ու մենք նրա մարմինը, եւ Պողոս առաքյալը կգրի Կորինթացիներին, մարմինն էլ մի անդամ չի։ Մարմինն էլ մեկ է, բայց անդամները շատ են, ու ամեն մեկը ունի իր գործը, ու չկան երկրորդական անդամներ, ամեն մեկը կարևոր է, ամեն մեկը, անգամ ասում են անդամները, որ մտածում ենք նվազագույն են, այդքան էլ կարևոր չեն, ասում են նրանց ավելի ենք պատիվ տալիս։ Կա ստեղ մարդ, որ ասենք իր մարմնին նայելով, ասի, դե բոլոր մատներս էլ կարևոր են, դες բութ մատս ավելի կարևոր է, դες չկուտը որ չեղնի էլ կերնի։ Չէ, մենք սիրում ենք մեզ։ Սիրում ենք մեր մարմինը, չենք ուզում, որ մեզ ինչ-որ վատ բան լինի, մենք հոգ ենք, ասում է, Աստծո խոսքն անգամ ասում է, կա մեկը, որ իր անձը ատում է, իր մարմինը ատում է, չէ, ասում է, հոգ է տանում իր համար, չէ, սիրուն ակվում է, լողացնում է ինքը իրան, տենց պուպուշ քսվում է, եկեղեցի գա, չէ, դուխիա ցանում վրեն, ուզում է լավ երևա, մենք սիրում ենք մեզ, մենք ուզում ենք լավ երևա, մենք հոգ ենք տանում մեր մարմնի համար, սիրելիներս, ու չկա տենց մեր մարմնի վրա ինչ-որ անդամ, որ ասենք եսի կարևոր է, այնի այդքան էլ կարևոր չի։ Ամեն մեկը եկեղեցում կարևոր է, ու ամեն մեկը պետք է ունենա իր տեղը, իր դերը, իր գործը ու իր ծառայությունը Աստծո տան մեջ։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եվ
Այնպես որ Աստված փնտրում է իրեն հոգով եւ ճշմարտությամբ երկրպագողների սիրելիներս։ Աստված փնտրում է, Աստված սպասում է ինձ ու քեզ։ Եզեկիելի մեջ մի տեղ կա գրված 22-րդ գլուխ 30 խոսքը։ Եվ ես նրանցից մարդ որոնեցի, Պարիսպը շինող եւ խրամատության առաջին կանգնող իմ դիմացը երկրի համար, որ նրան չապականեմ, բայց չգտա։ Պատկերացնում եք ժողովուրդ, Աստված մարդ է փնտրում, ասում է, որ այս երկրի համար կանգնի, այս երկրի համար բարեխոսի, ասում է, մարդ փնտրեցի նրանցից, չգտա։ Աստված չգտավ մեկին, ժողովուրդ, մեկին չգտավ, ով կկանգներ այդ երկրի համար։ Այսօր մենք աղոթում ենք մեր Հայաստանի համար, այսօր աղոթում ենք Ռուսաստանի համար, մենք օրհնում ենք այո այս երկիրը, մենք շնորհակալ ենք Աստծուն, որ Տերը մեզ տեղ է տվել այս երկրի մեջ, օրհնել է մեզ այս երկրի մեջ։ Մենք հնարավորություն ունենք այսպես հավաքվելու, Աստծուն ծառայելու, Աստծո խոսքը քարոզելու, վայելելու այս ժամանակը։ Մենք օրհնում ենք Հայաստանը, շատը մեզ վերջերս լսում, ահագին մարդիկ հետ են վերադառնում Հայաստան։ Մենք տասնյակ տարիներ շարունակ աղոթել ենք Հայաստանի համար, աղոթել ենք մեր երկրի բարգավաճման համար, մեր երկրի փրկության համար, մեր երկրի սահմանների խաղաղության համար ու մինչև հիմա էլ դա շարունակում ենք անել։ Ու Փառք Տիրոջը ամեն մեկի համար սիրելիս, ում սիրտը պատրաստ է, ում որ Աստված կանչում է եւ նա արձագանքում է։ Այո Տեր, ես կլինեմ այդ մարդը։ Ես կլինեմ այն մարդը, ով որ բարեխոսում է այս երկրի համար, ով որ բարեխոսում է Հայաստանի համար, ով որ բարեխոսում է իր ընտանիքի համար, ով որ բարեխոսում է իր հարազատների համար, իր ընկերների համար։ Դա շատ կարևոր է, որ ես ու դու էգոիստ չլինենք։ Ես փրկված եմ, դե լավ է, հիմա ով գնում է դժոխք թող գնա։ Դե մենք այդպես չենք ասում, բայց այնպես էլ չի, որ մեզանից շատերը գնան ու ավետարանը քարոզեն։ Բայց շատ կարևոր է Աստված սպասում է, Աստված մարդ է փնտրում, ով որ կգնա ու այս աշխարհին կքարոզի բարի լուրը, ով որ կգնա ու կխոսի Քրիստոսի խաչի մասին, ով որ կլինի Աստծո դեսպանը այս երկրի վրա։ Աստված մարդ է փնտրում սիրելիներս։ Եվս մի հետաքրքիր տեղ կա Աստվածաշնչում։ Եսայայի մարգարեության մեջ է դա գրված 6-րդ գլուխ 8-ից 9 խոսքերը։ Եսայան ասում. «Եվ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. որին ուղարկեմ, եւ ով կգնա մեզ համար։ Որին ուղարկեմ, եւ ով կգնա մեզ համար»։ Աստված հարց է տալիս. որին ուղարկեմ։ Ես ուզում եմ մի բան հասկանաք։ Աստված, մի հատ բառ ունենք, չէ, զորով, ստիպելով ոչ մի բան երբեք չի անի, սիրելիս իմ ու քո կյանքում։ Աստված զորով անգամ մարդուն չի փրկում։ Կարող է դու զորով ինչ-որ մեկին այսօր բերել ես եկեղեցի, բայց Աստված իրան զորով չի փրկելու։ Աստված ամեն մեկից տվել է կամք, ազատ ընտրելու եւ որոշում կայացնելու հնարավորություն։ Եվ Աստված հարց է տալիս. ով կգնա մեզ համար, ում ուղարկեմ։ Ուզում եմ ձեզ մի բան հիշեցնել, եթե կարդացել եք այդտեղ Աստվածաշնչի, դա մի ժամանակ էր, երբ որ Եսայան տեսավ Աստծո փառքը, ասում է, եւ ես տեսա Տիրոջը բարձր եւ վերացած, տեսավ սերով բեներին, ինչպես էին օրհնում Տիրոջը, տեսավ Աստծո փառքը, ու Աստծո փառքը ու Աստծո ներկայությունը այնքան ուժեղ էր, որ մարգարեն ասում է, վայ ինձ, կորած եմ, պիղծ շուրթերով մարդ եմ ու պիղծ շուրթերով ժողովրդի մեջ եմ ապրում։ Հրեշտակը կրակը վերցրեց կպավ շուրթերին, ասեց հիմա մաքուր ես, կարաս խոսես։ Հետաքրքիրը գիտեք ինչ է, Եսայան դեմ առ դեմ տեսնում Աստծուն, տեսնում Աստծո փառքը։ Մենք չգիտենք դա տեսիլք էր, դա ինչ ձևի էր այդ հայտնությունը, ինչևից է նա տեսավ Աստծո փառքը։ Ու գիտեք Աստված Եսայային ուղիղ չի դիմում, չի ասում Եսայա կամ տեղեր Աստվածաշնչում, բայց Աստծո համար կարևոր էր Եսայայի որոշումը։ Ասում է ում ուղարկեմ, ով կգնա մեզ համար։ Եվ Եսայան Տիրոջը պատասխանում է։ Ու ես հավատում եմ, որ այսօր մեզանից շատերից է Աստված այդ պատասխանը ակնկալում։ Եվ նա ասեց, Եսայան ասեց, ահա ես, ինձ ուղարկիր։ Եվ դրանից հետո նոր Աստված սկսում է խոսել։
Եվ նա ասեց. գնա եւ ասիր այս ժողովրդին, լսելով կլսեք, բայց չեք հասկանա, տեսնելով կտեսնեք, բայց չեք իմանա։ Ավելի ուշ Հիսուս է այս խոսքերը մեջ վերում կանի։ Աստված սպասում է քեզ սիրելիս, Աստված սպասում է, երբ դու կարձագանքես։ Ում ուղարկեմ, ով կգնա ինձ համար։ Սիրելիներս, ես ուզում եմ դուք մի բան հասկանաք։ Ինչի այդքան կարևոր որոշում կայացնել, ծառայել Աստծուն, հասկանալ Աստծո գործերը, հասկանալ Աստծո ծրագրերը, ինչ նպատակ ունի Աստված քո կյանքի համար։ Տեսեք, Աստվածաշնչում շատ հետաքրքիր մի բան կա գրված։ Գրված է Աստված Իսրայելին հայտնեց իր գործերը։ Իսրայելը տեսավ Աստծո գործերը, տեսավ Աստծո փառքը, Աստծո հրաշքները, բոլորը դուրս եկան, մի հիվանդ չկար, տեսան Աստված ոնց է բժշկում, դուրս եկան մեծ հարստությունով, դուրս եկան հաղթանակած, կարմիր ծովը ճեղքվեց, տեսան փառքը Աստծո լեռան վրա, տեսան ինչպես Աստված պատժում Եգիպտոսին, Աստծուն տեսան կրակի եւ ամպի սյունի մեջ, բայց իրանք մենակ Աստծո գործերը տեսան։ Գիտեք, շատ մարդիկ դրանով էլ սահմանափակվում են։ Իրանց կարևոր է, որ Աստված օրհնի, Աստված բժշկի, Աստված հրաշքանի, երբ որ նեղության մեջ Աստված իրան հասնի, Աստված օրհնի իր ընտանիքը, Աստված օրհնի իր երեխեքին, բայց երբ որ պահը հասնում է, որ մենք ինչ որ բան պիտի անենք Աստծո համար, ցավոք սրտի մարդկանց թիվը շատ զգալի պակասում է։ Շատ զգալի է պակասում, որովհետև բոլորն են ուզում, որ իրանք օրհնված լինեն, բոլորն են ուզում, որ իրանք բժշկված լինեն, բոլորն են ուզում, որ Աստված իրանց հասնի, իրանց տունը օրհնի, իրանց բիզնեսը օրհնի, երբ աղոթում են Աստված պատասխանի, բայց երբ որ Աստված է կանչում, ցավոք սրտի սիրելիներս, շատ քչերն են արձագանքում, երբ որ արդեն մարդը ինքը պիտի պատրաստ լինի գնա ինչ-որ բան անի Աստծո համար, ցավոք սրտի քչերն են արձագանքում։ Եվ Աստված ասում է, ով կգնա մեզ համար, ում ուղարկեմ։ Եղիր են մարդը սիրելիս, ով որ ասում է, ահա ես Տեր, ինձ ուղարկիր, ես կգնամ։ Ինձ ուղարկիր Տեր, ես կգնամ։ Պողոս առաքյալը, երբ որ հանդիպեց Հիսուսի հետ, առաջի հարցն էր, ով ես Տեր, ես Քրիստոսն եմ, որին դու հալածում ես։ Պողոսի հարցն էր երկրորդ, Տեր, ինչ ես ուզում քեզ համար անեմ, ինչ ես ուզում, որ ես անեմ։ Դա իմ ու քո կյանքի ամենակարևոր հարցերից մեկը պետք է լինի սիրելիս։ Ոչ թե ինչ պիտի վաղը ուտենք, ինչ խմենք, ինչ հագնենք, ոնց աղոթենք, որ Աստված բա ինչ անի, բա ոնց են ճանապարհը բացի են, դուռը բացի են, մեկի սրտին կպնի, էսի ինձ տա են իմ համար անի։ Տեր, ինչ ես ուզում, ես քեզ համար անեմ։ Ես իմ կյանքում մի բան եմ հասկացել, սիրելիներս։ Երբ որ ես ծառայում եմ Աստծուն, իմ կյանքը արդեն օրհնված է։ Մենք շատ անգամ վազում ենք ուրիշ տեղ, վազում ենք օրհնությունների հետևից։ Բայց Հիսուսի հետևից է պետք վազել, ոչ թե օրհնությունների հետևից։ Մենք վազում ենք միգուցե բժշկության հետևից, Հիսուսի հետևից գնա, բժշկությունը կգա։ Փառք Տիրոջը։ Ես ուզում եմ փոքր վկայեմ իմ կյանքից, սիրելիներս։ Ուրեմն մոտավորապես 6 տարի առաջ էր ես Պիծերում էի գտնվում։ Այնքան հետաքրքիր է, այստեղ Սանկտ Պետերբուրգում էի մոտ կես տարի։ Այնպես էր դասավորվել իրավիճակը Կալուգայում, առաջ բիզնեսով էի զբաղվում, շատ խնդիրների էի բախվել, լուրջ ֆինանսական հարցեր կար, եւ դա բավականին երկար ժամանակ է շարունակվում։ Մենք դեռ չէինք սկսել մեր եկեղեցին, ինչ որ այսօր ունենք, այս տեսքով, այդ ժամանակ ուրիշ եկեղեցում էինք, ռուսական եկեղեցում էինք գտնվում, այնտեղ հայկական ծառայություն ունեինք, եւ ես ձեռնադրված հովիվ էի այդ եկեղեցու հայկական ծառայության, եւ ծառայում էի իմ կարողության, իմ հնարավորության չափով, ինչպես որ ես էի մտածում։ Փորձում էի ծառայել, բայց հիմնական մեծ մասը իմ ժամանակի դա գնում էր բիզնեսի վրա, այսինքն ես եկեղեցու ավակ հովիվը չէի, ես չէի կրում ողջ եկեղեցու պատասխանատվությունը, մենակ հայկականի, պատասխանատուն էի, ու ինձ թվում էր, որ ես պետքա շատ գործ անեմ, պիտի շատ փող աշխատեմ, ու գիտեք հետաքրքիրը ինչն է, որ մենք ամեն տեսակ արդարացումներ ունենք, երբ որ մի բան շատ ենք ուզում անենք,
Կասում ենք, էսի Աստված է ինձ օրհնել։ Ես կարող եմ քեզ մեծ գումարով գործ առաջարկեմ, դու ասես, էսի Աստված է ինձ օրհնել, բայց արդյոք Աստված է քեզ հետի օրհնել։ Արդյոք հետի Աստված է քեզ օրհնել, սիրելիս։ Եվ այնպես եղավ, որ իրավիճակը շատ վատացավ, որպեսզի երկար չպատմեմ, եւ ես այստեղ ունեմ հարազատ մարդիկ, ունեմ ընկերներ, մինչև հիմա էլ իրանք այստեղ են ապրում։ Եվ ես եկա այս քաղաք, որպեսզի մի քիչ ոնց որ համ այդ խնդիրներից հեռու լինեմ որոշ ժամանակով, մի հատ փորձեմ վերանայել ամեն ինչը, եւ իրանք ինձ աշխատավարձը, լավ աշխատավարձով աշխատանք առաջարկեցին, եկա այստեղ։ Գիտեք, եկա այստեղ ու առաջի հայացքից ասես ամեն ինչը ճիշտ է, դե լավ քաղաք է։ Մի ամիս, 2 ամիս, 3 ամիս, 4 ամիս անգամ մտքեր արդեն կար, որ ընտանիքից տեղափոխեմ Սանկտ Պետերբուրգ։ Այն ժամանակ նոր խոսակցություններ արդեն կար, որ այստեղ հա Պիծերում եկեղեցիա հայկական սկսվելու մեր մհերի հետ էի խոսում Մարգարյան Եկատերինբուրգի հովի, ասում էր սենց մտքեր կա, որ հով գորի հետ ուզում ենք բան անենք, մի օր գնանք, նոր այդ խոսակցությունները գնում էր, ես էլ մտածում եի, դե ինչ լավ է, կսկսվի, ես էլ ստեղ կմիանամ։ Գիտեք, փորձում էի ոնց որ սենց ես իմ տեղը գտնեի, ոչ թե հարցնեի Աստծուն, Տեր, էդի քո կամքն է, ընդհանրապես որ ես տեղ լինեմ, բիզնես անեմ, այդ եկեղեցուն միանամ, թե դու ուրիշ բան ունես իմ համար Աստվածան։ Ու մտածում էի, դե կբերեմ ընտանիքից տեղ, լավ քաղաքը դուրս եկել էր, օրինակ թող ով որ Մոսկվայա բնակա չնեղանա ինձանից, բայց Մոսկվան օրինակ չեմ սիրում, որպես քաղաք։ Բայց այս քաղաքը դուրս եկավ, հա, դուրս եկավ, մտածեցի երեխեքը ստեղ կմեծանան, դե լավ կլինի, աշխատանքը կար, կինս իր աշխատանքը ուներ, դե կաշխատենք, մեր գլուխը կպահենք, ամեն ինչ լավ կլինի։ Եվ գիտեք 4 ամիս անց իմ մոտ սենց շատ խորը դեպրեսիա սկսվեց։ Ես հասկանում եմ, որ կարծես սենց մարդկորեն ճիշտ բաներ եմ մտածում էի կզանգեմ Հայաստան, կխնդրեմ, որ ինչ-որ հովիվ ուղարկեն, դե չեմ կարա ժողովրդին այդպես թողեմ գնամ, կասեմ, որ չեմ կարա էլ կալուգայում մնամ, մեկին ուղարկեք, խնդրում եմ, որովհետև ես ստիպված եմ տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ։ Եվ այս մտքերի հետ, սիրելիներս, մոտս շատ խորը դեպրեսիա էր, շատ խորը, որովհետև ինչ անում էի չէր ստացվում։ Ոնց որ 4 կողմը սենց փակել էի։ Ինչքան դուր կա, ինչքան ճանապարհ կա։ Անգամ օրերից մի օր մի հատ լավ գործ պայմանավորվեցի, մեծ նախավճար արեցին, մեծ գումար, հա, ավանսով տվեցին, ասի էտա, բացվեց դռները, էլի չեղավ։ Էլի փչեց ամեն ինչը, էլի թարս գնաց, էլի սա խարվավ իրար, ասում եմ ախր անհնար էր, Աստված ջան, էս ի՞նչ է կատարվում։ Ղիա սենց վիճակ իմ մոտ, ինչի ես ինչ փորձում եմ անել, իմ մոտ չի ստացվում։ Երեք շատ անգամ լինում է տենց ոնց որ Հովնանը։ Աստված ասում է գնա Նինվե, ինքը Թարսիս է գնում։ Նինվեն Թարսիս է լսում, Թարս է լսում, հա։ Հայերեն որ ասենք քաղաքի նայենք, բայց չէ, դեմից Թարսիս, Թարս է գնում։ Թարս նստավ գնաց, այ ուրիշ տեղ է գնում։ Աստված ասում է Նինվե գնա։ Ուզում եմ փրկեմ այդ քաղաքը։ Ասում է ես գիտեմ դու ողորմած Աստված ես, որ գնամ քարոզեմ իրանք ապաշխարեն, դու այդ քաղաքը չես կործանի, որտեվ ուզում էր որ Աստված այդ քաղաքը կործանի, որտեվ Նինվեն Ասորեստանի քաղաքներից էր, իսկ Ասորեստան Իսրայելի թշնամին էր, ու Հովնանը սրտանց ուզում էր որ այդ քաղաքը չապաշխարի, որ Աստված ոչնչացնի այդ քաղաքը, բայց դա Աստծո պլանների մեջ չէր, Աստված ուզում էր փրկի այդ քաղաքը, ու մենք հետո տեսնում ենք որ այդ քաղաքը ապաշխարեց, այնց ապաշխարեց գրածը կենթանիներն էլ ապաշխարեցին։ Ես չգիտեմ էդի ոնց էր, ասենք ոնց էին էշերը ապաշխարում, ոնց էին։ Դե չգիտենք, հիմա Աստվածը շունչը փակագծերը չի բացում, միգուցե իրոք ինչ-որ խորը ապաշխար, անգամ թագավորը, սաղ ժողովուրդը տենց ծոմով, քրձով ու ապաշխարությունով սկսեցին աղաղակել Աստծուն, ու Աստված ողորմեց այդ քաղաքը։ Աստված փրկեց այդ քաղաքը։ Ու մենք էլ շատ անգամ սիրելիներս Աստված մեզ մի տեղ է ուղարկում։ Մենք Թարս ենք գնում։ Դե դուք ճիշտ տեղում եք, հետի ես էի Թարս եկել։ Դուք ստեղ եք, տեղում եք, ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Ուրեմն հիմա աղոթում եմ, մոտս անքնություն է, մի 20 օր նորմալ չեմ կարա քնեմ։ Էս ի՞նչ է, աղաղակում եմ Աստծուն, չկա ոչ մի պատասխան։ Ինչի, որովհետև ասում է, սրանք մի ժողովուրդ են, որ հակառակվում են ու անհնազանդ են։ Հիշում եք Եսայային կարդացի։
իրանց խորհուրդների հետևից են գնում։ Ու ես Աստծուն հարցնելու փոխարեն իմ խորհուրդներն էի կազմում։ Անգամ ես 2 օր այստեղ գտնվելով աղբերների հետ խոսում ենք, ով ինչ որ տեղ է ուզում տեղափոխվի, մեկը ինչ որ բան է ուզում ձեռնարկի, շատերը այսօր ուզում ենք Հայաստան հետ գնանք։ Օրինակ ես գիտեմ, որ իմ տեղը ստեղ է, ինչի գիտեմ, որտեվ Աստված է ինձ այդպես ասել։ Սովորել եմ լսել իր ձայնը։ Կարող է ուզեմ էլ Հայաստան գնամ, բայց ուզում եմ ստեղ լինեմ, որովհետև Աստված է ուզում, որ ես ստեղ լինեմ։ Ու այնքան հետաքրքիր է, սկսեցի աղոթել։ Մոտ 2 ամիս տևեց իմ աղոթքը։ Աղոթում էի օրերից մի օր, բառից բուն իմաստով։ Կանգնեցի սենյակիս մեջտեղը, բարձրացրեցի ձեռքերս հենց Աստծուն ու շատ անկեղծ ասեցի, հանձնվում եմ։ Ասի Տեր, հանձնվում եմ։ Ուր ուղարկես կգնամ։ Ինչ ասես կանեմ, բայց դա ուղղակի խոսքեր չէր, հասկանում եք, դա էմոցիոնալ սենց ինչ որ պորտկում չէր, պիտի սենց գրագետ ճիշտ աղոթք անեի, չէ, Աստված սիրտն է տեսնում, ու ես էդի սրտից ասի, Տեր, էլ չեմ կարող սենց, խնդրում եմ քեզ, հանիր ինձ այս վիճակից, ես չեմ հասկանում ինչն եմ սխալանում, ես չեմ հասկանում իմ շուրջը ինչ է կատարվում, ինչի ամեն ինչը սենց ախուղվել, բայց խնդրում եմ քեզ, ահա ես ինձ ուղարկիր, ուր ասես կգնամ, ինչ ասես կանեմ, ու գիտեք Աստված ինչ ասեց, չասեց դե բալես, մնա ստեղ Սանկտ Պետերբուրգում, հեսա եկեղեցի է սկսվում, դու էլ կծառայես, ընտանիքիդ էլ կբերես, գիտեք Աստված ինչ ասեց, ասեց հետ գնա կալուգա, ես դա շատ հստակ իմ ներսում լսեցի, հետ գնա կալուգա և ես քեզ կօրհնեմ։ Ես ուզում եմ մի բան հասկանաք, ժողովուրդ ջան, էդ իմ համար ամենավերջի սցենարն էր։ Անկեղծ եմ ասում ձեզ, ես կալուգա հետ չէի ուզում գնալ։ Որոշակի հարցեր կար, հանգամանքներ կար, ես արդեն մտածել էի, ասենց կիսով չափով արդեն հարմարվել էի, որ всё, ես տեղ եմ լինելու, վերջ։ Կնոջս հետ քննարկել էինք ահագին հարցեր։ Ու Աստված ասում է հետ գնա կալուգա ու ես քեզ կօրհնեմ։ Հետո սկսում են ինձ մարդիկ զանգել, հետո Աստծուց խոսք ենք ստանում, այսօր 2 քաղաքում ունենք եկեղեցի Կալուգայում եւ Օբնիսկում։ Գիտեք, Օբնիսկում մենք հավատքով ենք սկսել եկեղեցին Աստծուց խոսք ստանալով։ Մենք երբեք այդ քաղաքի մասին չենք մտածել, այդտեղ տնային խմբակներ չենք ունեցել, այդտեղ մարդիկ չենք ունեցել, երբեք չենք ծրագրել, որ այդտեղ աշխատանք պետքա լինի։ Մի հատ քուրիկը հանկարծ ինձ զանգում այդ օրերին, երբ որ ես Աստծո հետ իմ հարցերն եմ լուծում, ու գիտեք Աստված մարգարեական խոսք է տալիս։ Ասում է, ասա այդ քուրիկին, ով որ զանգել է, իսկ ինքը այդ քաղաքում եկեղեցի էր փնտրում, եկեղեցի չէր գտնում, 8 ամիս եկեղեցի է ման գալիս, ինտերնետով ապաշխարել է, ոչ մի անգամ սենց եկեղեցում էլ չի եղել։ Ասում եմ, քուրիկ ջան, չգիտեմ դու ով ես, քեզ դեմքով էլ չեմ տեսել կյանքիս մեջ։ Ես չգիտեմ, Աստված ինչ ծրագիր ունի քեզ համար, ասում եմ, բայց մի բան է եկել հիմա հոգուս մեջ, ու ես զգում եմ, որ պիտի քեզ էդի ասեմ, Աստված ասում է, որ ես քեզ սա պիտի ասեմ։ Ու սենց խոսք էր, որ ես Օբնիսկում սկսում եմ եկեղեցի, ու այդ քուրիկին ուղղված խոսքը, ու դու կլինես այդ եկեղեցու հիմնակարերից մեկը։ Սենց խոսք էր։ Ու տենց էլ եղավ, սիրելիներս։ Զարմանալի ձևով մենք եկանք այդ քուրիկի հետ ծանոթացանք, հետո ուրիշները սկսին զանգել։ Ուրիշները առաջի ծառայությունը մենք որ Օբնիսկում արել ենք, մենք նախապատրաստական աշխատանք չենք ունեցել այդ քաղաքում։ Ես այդ խոսքը Աստծուց ունենալով հավատքով կանգնեցի ու հռչակեցի։ Մենք այսօր Օբնիսկում եկեղեցի ենք սկսում։ Ու եկեղեցին մինչև այսօր կա, ու աճում է, ու հարյուրավոր կյանքեր են փոխվել, ու շատ մարդիկ են ապաշխարել։ Ու գիտեք, ես երբեմն մտածում եմ, բա որ ես չլսեի Աստծո ձայնը, բա որ ես իմ ներսում հակառակվեց, ասեի, այ Աստված ջան, ախր այնքան հարցեր կա, ախր այնքան խնդիրներ կա, ախր ոնց ես հետ գնամ, ախր գնամ ինչ անեմ, սաղ կապերս խզել էի, ոչ մի գործ չկար, լիքը խնդիրներ, հետ եմ գալիս Կալուգա, սիրելիներս, առաջի կես տարին ոչ մի բան բացարձակ իմ կյանքում տեղի չէր ունենում, բայց մեջս հենց խաղաղություն կար, Անենց խաղաղություն կար մեջս։ Հիշում եմ մի օր դրսում կանգնեցի, ասի, Տեր, ես մի բան գիտեմ։ Դու ես ինձ ուղարկել այստեղ, դու ասել ես ես քեզ կօրհնեմ, ես էլ Աստված ջան, խելոք սպասում եմ ու հավատում եմ, որ այո դու ինձ օրհնելու ես։
Ու Աստված սկսեց օրհնել ժողովուրդ զարմանալի ձևով սկսեց մարդկանց հետ հաշտեցնել, զարմանալի ձևով սկսեցին իմ ֆինանսական հարցերը լուծվել, եկեղեցի սկսեցին կալուգայի մեջ, եկեղեցի սկսեցին օգնիսկի մեջ, Աստված սկսեց փոխել, իմ կյանքը սկսեց փոխել, անգամ իմ ընտանիքը Աստված սկսեց փոխել, ավելի խորը հոգևոր բաներ սկսեցին տեղի ունենալ իմ կյանքում։ Ես սիրելիներս մոտավորապես արդեն 26 տարի է հավատքի մեջ եմ։ Այդ պահի դրությամբ ինչ որ ես ձեզ պատմում եմ, ես արդեն մոտ 19-20 տարի արդեն հավատքի մեջ էի։ Սիրելիներս, բայց ես կարիք ունեի մեկը։ Ես եկեղեցի էի գնում, ես աղոթում էի, ես Աստվածաշունչ էի կարդում, բայց շատ հարցերում իմ խորհուրդների հետևից էի գնում։ Փորձում էի արդարացնել ինձ, ինչ վատ բան կա, որ փող կաշխատեմ, շատ փող կզոհաբերեմ եկեղեցի։ Ինչ վատ է, փող կաշխատեմ, ես բարի գործը կանեմ, այն բանը կանեմ։ Բայց Աստված ասում է ինձ քո սիրտն է պետք, ինձ քո փողերը չեն պետք։ Քո սիրտն է պետք, որովհետև երբ որ քո սիրտը իմը լինի, փողերի հարցը ինքն իրան կլուծվի։ Դրա մասին մի մտածի։ Աստծուն քո սիրտն է պետք։ Աստծուն մարդ է պետք, Աստված մարդ է փնտրում այսօր ժողովուրդ։ Աստված մարդ է փնտրում, ում կարամ ուղարկեմ, ով կգնա իմ համար։ Ու երբ որ դու հնազանդվում ես, գերբնական բաներ են սկսում տեղ ունենալ։ Այո, խելքից դուրս բաներ են սկսում սիրելիս տեղ ունենալ, ոչ մարդկային բաներ են սկսում տեղի ունենալ, որովհետև Աստված է խառնվում քո կյանքի։ Աստված է գալիս քո ընտանիքի մեջ։ Աստված է գալիս քո բիզնեսի մեջ, քո գործերի, քո փոխհարաբերությունների մեջ, քո ամուսնության մեջ, քո երեխաների կյանքում։ Աստված է գալիս, երբ որ դու նվիրված ես իրեն, երբ որ քո համար կարևոր է այն, ինչ որ Աստծո համար է կարևոր։ Կարելի է խնդրեմ, որ նվագի ինչ-որ մեկը ես համար։ Շնորհակալ եմ։ Կային երկու մարդ Աստվածաշնչում։ Մեկի անունը Սավուղ էր։ Ով որ մտածում էր ինքը իր խորհուրդների հետևից պիտի գնա։ Ինքան հպարտացավ, որ ինքը իր կյանքի օրոք ինքն իրան արցան կանգնեցրեց։ Ինքը իրեն վերագրեց այդ հաղթանակը, մոռանալով ով է այդ հաղթանակի աղբյուրը, ով է տալիս այդ հաղթանակները։ Սիրելիները, շատ մարդիկ բժշկվում են, բայց այտենց էլ եկեղեցի չեն։ Ես մարդիկ գիտեմ, գիտեք անբուժելի հիվանդություններից բժշկվել են, այսօր եկեղեցում չեն։ Մարդիկ կան, անուններ չտամ, ուղղակի օրինակի համար պատմեմ։ Ես իմ աչքով եմ տեսել։ Այդ նկարները մեր եկեղեցու էկրաններին ցույց եմ տվել։ Ոնց են կոտրված ոսկորները աճել առանց բժշկի միջամտության, որ ասել էին հաշմանդամ կմնաս, եթե քեզ վիրահատություն չանենք։ Աղոթքով դա տեղի ունեցավ։ Գիտեմ մի քուրիկի մասին, ում որ շատ վատ ախտորոշում էին, տվել, գրել, քաղցկեղ էր։ Ես որոշել էր, որ ոչ մի տեղ չի գնա, կգա եկեղեցի կաղոթենք։ Երկու անգամ վստահ լինելու համար երկու անգամ գնացել ստուգվել էր։ Այս վերջերս այդ եզրակացություններն էլ մեր եկեղեցու էլ էկրանով ցույց եմ տվել։ Առաջինը ու վերջինը։ Գիտեք, Աստված գերբնական ձևի բժշկել էր իրան։ Մի քուրիկ կար, որ իր տղան երկար տարիներ կորած էր։ Ինչ վատ բան ասես, արդեն մտածում են, որ կարող անգամ սպանել են ինչ որտեղ։ Սկսեցինք աղոթել, Աստված հետ վերադարձրեց։ Մեկի հարցը լավ չէր։ Շատ վատ էր, ահավոր մի հատ վիճակ էր, գնացինք աղոթեցինք, Աստված հրաշքարեց։ Գիտեք, երբ որ այդ կինը տեսավ ինչ է այդ աղջկա հետ կատարվում, նաև ազատագրում եղավ այդ օրը, ասեց ես շաբաթ օրն էլ եկեղեցի կգամ, ես կիրակի օրն էլ եկեղեցի կգամ, սրանից հետո։ Ինչ եք մտածում, եկավ, չեկավ, մինչև հիմա էլ չի գալիս։ Ու ես այնքան մարդկանց գիտեմ, Աստված ջան, արա այս ինչ բանը կգամ քո տունը, Աստված ջան, այս հրաշքարա, գործերս թող հաջողվի, թող ֆինանսներից հարցը լուծվի, թող պարտքերս փակվի, կգամ եկեղեցի։ Աստված իր բաժինը անում է, որովհետև Աստված հավատարիմ Աստված է, Աստված սիրող Աստված է, Աստված բարի հայր է, ու ինքը միշտ հասնում է նրանց, ովքեր որ կանչում են Հիսուսի անունը։ Բայց մարդիկ, սիրելիներս, դրանից հետո պատրաստ չեն հետևել Աստծուն։ Աստված Իսրայելին հայտնեց իր գործերը։ Ու շատ մարդկանց Աստված այսօր հայտնում է իր գործերը, բայց ասում է Մովսեսին Աստված
հայտնեց իր ճանապարհները։ Հասկանում եք, դա ուրիշ փոխհարաբերությունների մակարդակ է, սիրելիներս։ Մարդիկ կան Աստծո ձեռքն են մենակ տեսնում, Աստծո գործերը, Աստված բժշկեց, Աստված հրաշքարեց, Աստված օրհնեց, հասավ, փրկեց, բարձրացրեց։ Բայց Մովսեսին Աստված հայտնեց իր ճանապարհները։ Աստված Մովսեսին այնց բան բացեց, որ մնացած ժողովուրդը չգիտեին։ Աստված Աբրահամի մասին, լսեք ժողովուրդ, Հիսուսը ինչ է ասում։ Ասում է Աբրահամը ձեր հայրը։ Աբրահամը ձեր հայրը։ Ասում է տեսավ իմ օրը եւ ուրախացավ։ Հրեաները քիչ էր մնում ծեծեին Հիսուսին, ես ինչ ես խոսում, դու 40 տարեկան էլ չկաս։ Ոնց կարաս ասես Աբրահամը տեսավ իմ օրը։ Ես է ճշմարիտ ասում եմ ձեզ, Աբրահամի լինելուց առաջ եմ ես։ Դրա համար ավելի շատ են ուզում քարկոծեն Հիսուսին։ Ժողովուրդ, մի բան պատկերացրեք։ Աստված ընտրում է մի մարդու, ով որ ապրում է, մեզանից չգիտեմ, մոտ 4000 տարի առաջ, մոտավորապես է, կարող մի քիչ պակաս ավել, և Աստծուն պետք էր մեկը, ով որ ընդամենը կհնազանդվի, գնալով ուր, չգիտեմ ուր, Աստծուն սիրտ էր պետք ընդամենը, սիրտ էր պետք ու մարդ էր պետք, ում հետ որ Աստված ուխտ կդնի, որից որ կծնվի ամբողջ մի ազգ, սովորական ազգ չէ, որ ուղղակի կկոչվի Աստծո ժողովուրդ, մի ազգ, որը ճանապարհ կպատրաստի Մեսիայի համար, մի ազգ, որից որ կծնվի Փրկիչ Հիսուսը։ Աստծուն պետք էր մեկը, ում վրա որ Աստված վստահ կլիներ, որ այդ ուխտը սերունդ կփոխանցվի, որ Աբրահամից հետո Իսահակը կպահի այդ ուխտը, Իսահակից հետո Հակոբը կպահի այդ ուխտը։ Եվ Աստված ինքը Աբրահամի մասին ասում է, գտա Աբրահամին և գիտեմ, որ ինքը ասում է իմ խոսքը կփոխանցի իր երեխաներին, իր սերունդներին։ Աստծուն պետք էր մեկը, ով որ հավատարիմ կլիներ իրեն, սիրելիներս։ Եվ ո զարմանք, մարդ, ով որ ապրում է, շատ հեռու դեռ Հիսուսի ծնվելուց առաջ, Աստված ցույց է տալիս։ Խնդրում եմ թվերից չկարչեք, կոնկրետ ես չգիտեմ այդ թվականները, մոտավորապես եմ ասում։ Աստված ցույց է տալիս 2000 տարի հետո ինչ է լինելու։ Աբրահամը տեսնում է, ինչպես Աստված իր որդուն տալիս է աշխարհի համար, որովհետև ինքը պատրաստ էր զոհաբերի Իսահակին, ու Աստված ցույց տվեց, ինչա ինքը անելու է մարդկության համար։ Աբրահամը տեսավ Հիսուսի օրը ու ուրախացավ։ Դուք հասկանում եք, այդ ինչ Աստծո հետ փոխհարաբերությունների մակարդակ է, ժողովուրդ, որ Աստված մարդուն այտենց բան է հայտնում, ինչ է անելու 2000 տարի հետո։ Դրա համար հոգևոր կյանքը, քրիստոնյայի կյանքը, սիրելիներս, դա մենակ այնի չի, որ Աստված ինձ օրհնի ու բժշկի, Աստծուն մարդ է պետք, ու միջոցով որ Աստված իր գործը, իր ծրագրերը այս երկրի վրա կիրականացնի։ Կար մեկը, ում անունը Սավուղ էր, առաջի թագավորաց 13-14, բայց հիմա քո թագավորությունը հաստատ չի լինելու, Տերը իր համար իր սրտի համեմատ մի մարդ է ուզում, որին իշխան նշանակի Տերը իր ժողովրդի վրա, որովհետև դու չպահեցիր ինչ որ Տերը քեզ պատվիրել էր։ Աստված կանչել էր մեկին, բայց նա չպահեց ինչ որ Աստված իրան պատվիրել էր, բայց հետո Դավիթի մասին է ասում, Գործ Առաքելոցում է սկզբից գրված, Պողոսն ասում, Դավիթին նրա համար թագավոր կանգնեցրեց, նրա համար էլ վկայություն տվեց, ասեց Հեսեի որդի Դավիթը գտա իմ սրտի պես մարդ, որ նա իմ բոլոր կամքը կանի։ Իսկ երրորդ թագավորաց 15:5-ում գրված է, որովհետև Դավիթը ուղղություն արեց Տիրոջ առաջին եւ չխոտորվեց իր կյանքի բոլոր օրերում այն ամենից, որ իրան պատվիրված էր, բացի քետացի Ուրիայի բանումը, երբ որ Դավիթը մեղ գործեց, Աստված ինչ ասում էր Դավիթին, Դավիթի ցանկություններ ու փափագներ կատարի Աստծո կամքը։ Դավիթը շատ քիչ թագավորներից մեկն է Աստվածաշնչում, ով որ ոչ մի պատերազմ չի պարտվել։ Գիտեք ինչի, որովհետև միշտ հարցնում էր Աստծուն։ Եկեք ոտքի կանգնենք, սիրելիներս։ Գիտես, կարող է այսօր դու էլ
կանգնած ես ինչ-որ ընտրության առջև, չգիտես ինչն է ճիշտ, ինչն է սխալ, ուր պիտի գնաս, Աստծուն մարդ է պետք։ Կար մեկը, ում անունը Հոբ էր, ով է հիշում Հոբին, Աստված Հոբի մասին վկայություն է տալիս, տեսար իմ ծառա Հոբը, նրա նմանը չկա։ Ժողովուրդ, Աստված Հոբի վրա այնքան էր վստահ, որ թույլ տվեց, որ սատանան Հոբին փորձի։ Կարա Աստված իմ ու քո վրա այդքան վստահ լինի։ Ես ինքդ քո համար պատասխանի այդ հարցին։ Կարա Աստված այդքան վստահ լինի իմ ու քո վրա։ Տեսար իմ ծառա Հոբը։ Աստված տեսավ Մովսեսին, որի նման հավատարիմը չկար երկրի վրա։ Ասում է, Մովսեսը հավատարիմ է իմ բոլոր, իմ ամբողջ տան մեջ։ Աստված տեսավ Դավիթին, Աստված սիրտ տեսավ, ով որ ոչ թե ուղղակի գնում է իր ցանկությունների հետևից, այլ որի համար կարևորը, ում համար կարևորը Աստծո կամքը կատարելը։ Աստված տեսավ մեկին, ում անունը Աբրահամ էր, Աստված տեսավ մեկին, ում անունը Պողոս էր, Աստված տեսավ մեկին, ում անունը Պետրոս էր։ Աստծուն այսօր պետք են մարդիկ, ովքեր կասեն, ահա ես Տեր, ինձ ուղարկիր, ես կգնամ։ Երեք բան սիրելիներս, ինչ որ ուզում եմ եզրափակելով իմ այսօրվա ուղերձը, ոչինչ չէ, մի քիչ կկանգնենք ոտքերի վրա, շատ նստեցիք, հոգնեցիք։ Եվ երեք բան, որ ուզում եմ քեզ այսօր ասել։ Կան մարդիկ, որ մենակ գնահատական են տալիս։ Ես իրենց եկեղեցական էքսպերտներ եմ անվանում։ Իսկ կան մարդիկ, որ վերցնում անում են։ Ուզում եմ քեզ մի խորհուրդ տամ։ Էքսպերտ լինելու փոխարեն դարձի եկեղեցու ծառայող։ Մի եղիր մարդ, ով որ ամեն բան գիտի, բայց ոչ մի բան չի անում։ Դա շատ վտանգավոր է։ Եղիր մարդ, ով որ գնահատականներ տալու փոխարեն, ճիշտ ու սխալ անելու փոխարեն, լավ ու վատ, ծանր ու թեթև անելու փոխարեն, տեսնում է եկեղեցու մի բանի կարիք է, վերցնում է ու անում է։ Մարդիկ ասում են, բա լավ, որն է իմ կոչումը, 5 տարի աղոթում է, ինչ աղոթում չես հասկանում։ Այ մարդ, արի աթոռները սկսի դասավորել, դա քո կոչումն է։ Հələ դրանից սկսի, արի հələ ջուրը բերդիր ամբիոնի վրա։ Մեկին դռների մոտ ողջունի, աս Աստված օրհնի քեզ, բարի գալուստ Աստծո տուն։ Այ դրանից սկսի։ Այս վերջերս մի հովիվ ինձ պատմեց, ասում է, մի մարդ է եկել մոտս, ով է հիշում Հովանեսին ու Հակոբին։ Մաման եկել է Հիսուսի մոտ։ Գիտեք չէ, որ Հակոբոսի ու Հովանեսի մաման Հիսուսի մորքուրն էր, ով որ չգիտի։ Եկել է տենց տնավարի։ Հակոբն ու Հովանեսը Հիսուսի մորքուրի տղեկն էին, այն երկու առաքյալը։ Դե Աստվածաշնչում գրած է, տեղեր հիմա չեմ մեջ բերի։ Ասում է, կեղնի մի տղես աջ կողմդ նստի, մեկն էլ ձախ կողմդ նստի, պաշտոն է եկել խոսում։ Ուրեմն այս հովիվը պատմում, ասում է, մեկ եկել, ասում է, տղեկից ծառայություն տուր։ Այս հովիվը ասել է, շատ լավ, դա շատ ողջունելի է, որ ուզում ես քո տղեկը ծառայեն, թող մտնեն կարգ ու կանոնի մեջ։ Սկսեն ծառայել եկեղեցում։ Գիտեք ինչ էր ասել։ Ասել է, այ նորմալ ծառայություն տվեք, մտնեն ծառայեն։ Թող վարչապետի ծառայություն պիտի տան ինչ եկեղեցում, չես հասկանում։ Նորմալ ծառայություն տվեք, մտնեն ծառայի։ Ժողովուրդ ջան, ուզում եք ձեզ մի հետաքրքիր բան ասեմ։ Եկեղեցում այդքան կարևոր չի, դու ինչ ես անում։ Մի մտածեք, որ ես այդտեղ կանգնած եմ, էսի ավելի կարևոր գործ է։ Ստեղ այնքան մարդ կան, այնքան բան են արել, որ ես այսօր կարանամ ստեղ կանգնեմ։ Այդ սաղ մարդիկ, որ չեղնեին, ես ստեղ կանգնած չէի լինի։ Կարևորը այն չի դու եկեղեցում ինչ ես անում, Կարևորը գիտեք ինչն է, ինչ սրտով ես անում։ Այդի Աստծո համար այնքան կարևոր է, ինչ սրտով ես անում։ Այնքան է կարևոր, որ Հիսուս ասում է, եթե մի բաժակ ջուր էլ մեկին տաս, ասես ինչ եմ արել, որ եղա չեղածը մի բաժակ ջուր է։ Աստված այս ջուրը այնքան է գնահատում, ժողովուրդ, որ Աստվածաշնչում դրա մասին տեղ կա գրված։ Ասում է, ով որ մի բաժակ ջուր էլ տա, իրա վարձքը չի կորցնի։ Հասկանում ես դա ինչքան կարևոր է։ Հիսուսն է դրա մասին խոսում, ես չեմ խոսում։ Այդքան էդի Աստծո համար կարևոր է։ Աստծուն պետք է քո սիրտը, Աստծուն մարդ է պետք։
Աստծուն ոչ թե հետաքրքիր են քո տաղանդները, Աստծուն հետաքրքիր չեն քո կապերը, քո ֆինանսների չափը, քո սոցիալական վիճակը, Աստծուն պետքա քո սիրտը, քո պատրաստակամությունը ծառայել Տիրոջը ու ինչ-որ բան սկսել անել Աստծո համար։ Երկրորդ բանը, սիրելիներս, գնահատիր այն ժամանակը, որ այսօր ունես, մի վատնիր ժամանակը, սա երկրորդը, մի վատնիր ժամանակը։ Մեզ շատ անգամ թվում է մենք հավիտյան ենք ապրելու այս երկրի վրա։ Օրերից մի օր Ֆրանցիսկոս Ազիզացի այտենց եկեղեցու հայրերից մեկը կար, ուրեմն վանականներից մեկը մոտենում է, ինքը այգում գործ անելուս է լինում, ասում են, որ խոտ էր քաղում, մոտենում է և ասում է, լսի, եթե դու իմանաս, որ երեկոյան մեռնելու ես, ինչ կանես, ինքը շատ հանգիստ պատասխանում է, ասում է, շարունակելու եմ խոտ քաղել, Ես վանականը զարմացած ասում է, ոնց, ասում է, դու չես գնա ապաշխարես, չես գնա մեկից ներողություն խնդրես, քո հարցերը Աստծո հետ լուծես, ինչ որ գործեր կարգավորես, ասում է, ոչ, ես դրա կարիքը չունեմ, ես պատրաստ եմ հանդիպել Տիրոջ հետ։ Սիրելիներս, կարևոր չի, երբ կգա Հիսուսը, կարևորը գիտեք ինչն է, որ ամեն օր դու պատրաստ լինես հանդիպելու Հիսուսի հետ։ Մեզանից ոչ մեկ իր կյանքի վերջի օրը չգիտի, մեզ թվում է մենք շատ ժամանակ ունենք, դե հլը կա, հլը 10 տարի, դե հլը ինչ ա եղել ինձ 30 տարեկան եմ։ Շատ կուզենայի էլի բաներ իմ կյանքից կիսվել, ձեր այդ ժամանակը չի ներում։ Տենց օրերից մի օր շատ վատ իրավիճակի մեջ հայտնվեցի, այնպիսի ավտովթարի մեջ հայտնվեցի, շարժիչը 2 տեղով պայթել էր։ Անհնար էր, որ ես կենդանի մնամ։ Ու դա մի ժամանակ էր, երբ որ ես սենց իմիջայլոց գալիս էի, ծառայում էի, ինձ համոզում է, դե եկեղեցում եմ ինչ ա եղել։ Գիտեք, 2-3 օր ինձ մի հարց բաց չէր թողում։ Դա իմ կյանքի իրավիճակներից մեկն էր, երբ որ մահը այսքան մոտիկ զգացի։ Չասցրեցի մտածեմ ոչ երեխեքիս մասին, ոչ կնոջս մասին, ոչ արված ու չարված գործերի մասին։ 2-3 օր ինձ մի հարց բաց չէր թողնում։ Եթե ես մեռնեի, իսկ ես կարայի մեռած լինեի։ Եթե ես մեռնեի, ես պատրաստ էի Հիսուսի առաջ կանգնեմ։ Ուզում եմ ձեզ անկեղծ ասել, ես ինձ անկեղծ պատասխանեցի, ես ասի Տեր, ես պատրաստ չեմ քո առջև կանգնեմ։ Սիրելիներս, կյանքը շատ կարճ է, մի վատնիր ժամանակդ։ Ապրիր այսօր այնպես, որ կապ չունի, երբ կգա այդ օրը, դու միշտ պատրաստ լինես կանգնելու Հիսուսի առջև։ Ու երբ կանգնես Հիսուսի առջև, չամաչես, գլուխը չկախես։ Եվ վերջի բանը, որ ուզում եմ ասել ու իրար հետ աղոթք կանենք։ Ուզում եմ քեզ մի բան ասել, դարձիր որոշման մարդ։ Դարձիր որոշման մարդ։ Եղիր մեկը, սիրելիս, ով որ ավելի գնահատում Աստծո կարծիքը, քան թե մարդկանց կարծիքը։ Լսում եք ինձ, եղիր մեկը, ով որ գնահատում է Աստծո կարծիքը, ոչ թե մարդկանց կարծիքը։ Պողոս ասում է, հիմա ինչա մարդկանց եմ հաճեցնում, թե Աստծուն։ Եղիր մեկը, ով որ միշտ ամեն բան անում է Աստծուն հաճո լինելու համար։ Երբեք մի մտածի, որ ասեմ հավատացյալ եմ, ինչ կմտածեն։ Իմ պատասխանը միշտ մեկն է, թո ինչ ուզում է, թող մտածեն։ Ես գիտեմ ով եմ ես գիտեմ ով է իմ Աստվածը, ես գիտեմ Հիսուսը ինչ է արել խաչի վրա, ես գիտեմ ուր եմ անցկացնելու իմ հավիտենությունը, ինչ ընդհանրապես կարևոր է, ով ինչ կմտածի իմ մասին։ Այսօր մեր աղբոր հետ գնացել էինք, ուր էին գնացել, Պետերգոֆ էին գնացել, շքեղ այդ պալատը մտել էինք, ցույց էին տալիս մի սեղան, որտեղ այդ թագավորները, թագուհիները, այդ սպասքերը, ինչ որտեղ պատվիրված, ինչ որտեղից բերված, նայում ես այնքան շքեղ է, այնքան թանկ է, այնքան գեղեցիկ է, ու այդ գիդը, այդ ուղեկցողը այնքան մանրամասն է այդ ամեն ինչը պատմում, ինչ ֆարֆորից է, որտեղից է, ինչ է եւ խի է։ Ես Թենգոյին ասում եմ մենք Հիսուսի սեղանից ենք հաց ուտելու, իբր մի բան ասում զարմացնել է ուզում, դու մենք Հիսուսի սեղանից ենք հաց ուտելու, ժողովուրդ, դու ումից պիտի ված գանք, հանկարծ կասեմ, բա տնեցիները ինչ կմտածեն, բա հարևաները ինչ կասեն, բա այն բարեկամներս չեն ասի, շաշ հավատացյալ ես դարել, գիտեք քանի հոգի է ինձ այդ բառը ասել,
Մի գժանոցում եղնեի, որ էդի իրականություն եղներ, ենքան մարդը ասել։ Բայց ես տեղ եմ կանգնած, Աստծո փառքի համար, մի նայի մարդկանց կարծիքին սիրելիս, եղի որոշման մարդ։ Թող ոչ մի գործեր, վերջի բան էլ ասեմ ու աղոթենք։ Ոչ մի գործ, ոչ մի մարդ, ոչ մի զգացմունքներ, ոչ մի հաճույքներ, ոչ մի այս աշխարհի հետ կապված որևէ արժեք, հարստություն, ոչ մի բան, թող երբեք չկարողանա կանգնի քո ու Աստծո միջև։ Ես այստեղ գալուց մի բան վկայեցի աղբերներից մեկին, իմ կյանքում ես որոշում ունեմ։ Այս 6 տարիները, սիրելիներս, առաջ գիտեք ոնց էր, առաջ ինչ գործ որ եղնում էր, վազում էի այդ գործը անելու, ասում էի Աստված օրհնելա։ Այսօրը տենց չի։ Այսօր այս 6 տարվա մեջ Աստված այնքան բան է ինձ օրհնել։ Գիտեք իմ մոտ ինչ պրինցիպ կա։ Հենց մի բան Աստված սկսում է ինձ տալ, ես սկսում եմ դա անել, հաջողվում եմ, հանկարծ մի պահի զգում եմ, ժամանակս քիչ է, ուշադրությունը շատ է շեղում եկեղեցուց, Աստծո գործերից։ Գիտեք ինչ եմ անում։ Մի անգամից այդ գործի վերջը դնում եմ։ Կասես եղբայր ինչի, դա ճիշտ է, դա նորմալ է, ու ժողովուրդ ջան, անկեղծ ասած փոքր գումարների մասին էլ չի խոսքը։ Եթե իմանաք, ասենք չեմ ուզում ինչ-որ թվեր ասեմ, բայց կարող մտածեի կարող ես տղի հետ մի բան է ինչի։ Աստված օրհնել է քեզ, չէ, այն արա։ Բայց իմ կյանքում ես մի բան եմ հասկացել։ Եթե ես թույլ տամ ինչ-որ բան կանգնի իմ ու Աստծո մեջտեղը, եթե ես թույլ տամ, որ ինչ-որ բան ինձ շեղի Աստծուց, ես կկորցնեմ գլխավորը, ես կկորցնեմ կարևորը, կկորցնեմ այն ինչ-որ Աստված երկնքից ունի իմ համար։ Ու գիտեք ամեն անգամ որ թողնում եմ մի գործ, ամեն հաջորդ գործը Աստված ավելի մեծ բան է օրհնում։ Գալիս է պահը նորից եմ թողում, այս 6 տարին այդեն շարունակ։ Նորից եմ թողնում, Աստված էլ ավելի մեծ բան է օրհնում։ Գտիր քեզ Աստծո ծրագրերի մեջ սիրելիս, ու Աստծո օրհնությունները կգան ու կհասնեն քեզ։ Երկնային Հայր, մենք քո առջև ենք կանգնած սիրելի Աստված։ Տեր մենք շնորհակալ ենք քեզ, քո խոսքի համար, շնորհակալ ենք, որ դու մեզ փրկել ես։ Շնորհակալ ենք, որ ամեն մեկից կանչել ես Տեր իմ Աստված։ Տեր մենք բայց չենք ուզում բավարարվել դրանով։ Մենք չենք ուզում ուղղակի լինենք փրկված։ Մենք ուզում ենք քեզ ծառայենք Տեր իմ Աստված։ Մենք ուզում ենք մեր կյանքը քեզ փառավորի այս աշխարհում Տեր։ Մենք ուզում ենք մարդ լինենք, ով որ երբ դու կասես ում ուղարկենք, ով կգնա մեզ համար։ Մենք ուզում ենք մարդ լինենք, ով որ ասում է, ահա ես Տեր ինձ ուղարկիր, ես կգնամ քեզ համար։ Տեր մենք ուզում ենք լինենք Աբրահամի նման, երբ որ դու միտեղ ասում ես գնա, մենք առանց հարցեր տալու գնանք։ Ուզում ենք Դավթի նման լինենք Տեր իմ Աստված։ Ուզում ենք Տեր Հոբի նման լինենք, ում վրա դու կարող ես հենվել։ Տեր իմ Աստված, ուզում ենք Պողոսի նման լինենք, որ պատրաստ էր իր կյանքը տալ։ Մեր Աստված դարձրում ես որոշման մարդ։ Սովորեցրում ես գնահատել այն ժամանակը, որ ունենք այս երկրի վրա։ Սովորեցրում ես քայլել քո ճանապարհներով Տեր։ Եվ սովորեցրում մեր ցանկություններից ավելի բարձր դնենք քո կամքը Տեր, քո խորհուրդները, քո ցանկությունները սիրելի Աստված։ Ու մենք հավատում ենք Տեր, երբ որ մենք գտնենք քո արքայությունը, գտնենք այն երկնայինը, որ դու ունես յուրաքանչյուրիս համար, մենք հավատում ենք շատ հարցեր կգտնեն իրանց պատասխանը։ Հավատում ենք, որ քո օրհնությունները կգան այդ ժամանակ Տեր։ Օգնիր մեզ, որ մենք քո կամքի մեջ ապրենք։ Օգնիր մեզ Տեր, որ քո ճանապարհներով քայլենք, որ ոչ թե ուղղակի քո ձեռքը տեսնենք Տեր, այլ քո սիրտը հասկանանք մեր Աստված։ Խնդրում ենք քեզ Հիսուսի անունով։ Տեր ջան, աղոթում եմ իմ թանկագին քույր եղբայրների համար։ Թող ամեն մեկը գտնի իր տեղը այս եկեղեցու մեջ։ Թող ամեն մեկը օրհնված լինի քեզանով ու քեզանում Տեր իմ Աստված։ Օրհնիր այս եկեղեցին, որ այս եկեղեցին աճի Տեր, լինի եկեղեցի, որը ազդեցություն ունես քաղաքի մեջ Տեր իմ Աստված։ Ոչ թե գոլ եկեղեցի, այլ կրակոտ եկեղեցի Տեր։ Եկեղեցի, որը կոմպրոմիսի չի գնում այս աշխարհի հետ Տեր իմ Աստված։ Եկեղեցի, որը քարոզում է քո խոսքը, որը հրճակում է քո ճշմարտությունը Տեր, որը քո անունը բարձր ապահում ես քաղաքի մեջ Տեր իմ Աստված։ Եկեղեցի, որը փոխում է իրավիճակները։ Եկեղեցի, որը մարդկանց փրկության է բերում Տեր իմ Աստված։ Օրհնիր Տեր քո ժողովուրդը, օրհնիր այս եկեղեցին, օրհնիր այս եկեղեցու հովին Տեր իմ Աստված, նրա ընտանիքը, թող որ ամեն բանի մեջ փառավորվի քո մեծ անունը մեր Աստված, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, ու բոլորս ասեցինք ամեն։ Փառք մեր Տիրոջը, սիրելիներս։ Փառք մեր ամենակարող Աստծուն։ Փառք մեր Տիրոջը։